Ողջունում եմ ձեզ, այսօր մեր Արմպերոյի հերթական փոդքասթն է և այսօր մեր հյուրն է կլինիկական հոգեբան Նաիրա Ազատյանը։ Ողջունում եմ ձեզ Նաիրա, շատ ուրախ եմ ձեզ տեսնել այստեղ։ Միանշանակ ունենալու ենք շատ հետաքրքիր զրույց։ Ուզում եմ ձեզ տալ առաջին հարցը, գրեթե բոլորին ուղղում ենք և բնականաբար հետաքրքիր է, թե ինչու եք ընտրել հենց հոգեբանություն և երկրորդ հարցը, որ ինձ շատ է միշտ հետաքրքրում, արդյոք յուրաքանչյուր հոգեբան ունենում է հետո իր հոգեբանի կարիքը։ Սկսեմ առաջի հարցից, ինչու հենց հոգեբան, երևի իմ հասուն տարիքից սկսած, դեռահասությունից հստակ որոշում էի կայացրել, որ պետք է ընդունվեմ հոգեբանական ֆակուլտետ և յուրահատուկ որոշում էր և կարծում եմ նաև շատ անսպասելի, քանի որ 95 թվականին հոգեբանությունը դեռ այդքան է տարածված չէր և առհասարակ ոչ մեկ չգիտեր ինչ մասնագիտություն է, որտեղ կարելի է կիրառել այդ գիտելիքները, ինչպես կարելի է դա պրակտիկայում գտնել իր գործածությունը, բայց որոշումս շատ հստակ էր, իհարկե հետագայում հասկանում եմ, որ եթե չլիներ հոգեբանությունը, միանշանակ կլիներ բժշկությունը, երևի թե հենց այդ սերը բժշկության և հոգեբանության բերեց նրան, որ ես հետագայում միացրեցի այդ երկու մասնագիտությունները, շարունակեցի կրթությունս նաև բժշկական համալսարանում և ստացա կլինիկական հոգեբանի դիպլոմ, մինչև այսօր չեմ փոշմանում, սիրում եմ իմ մասնագիտությունը անչափ և կարելի ասել երևի չեմ էլ աշխատում, որտև ամեն օր շատ սիրով եմ անում այն, ինչ որ անում եմ իմ մասնագիտության մեջ։ Այո, կարևոր է զգալ, որ դուք զբաղվում եք, դուք ձեր տեղում եք։ Եվ երկրորդ հարցին։ Երկրորդ հարցին կասեմ, որ այո, և պատկերացնենք մի այսպիսի մի բան, հոգեբանը իր պրակտիկայում ամեն օր հանդիպում է, ինչպես նաև բժիշկը, ոչ այնքան պոզիտիվ կյանքի պատմությունների հետ, սովորաբար մենք դիմում ենք հոգեկան առողջության մասնագետին այն ժամանակ, երբ որ տարաբնույթ խնդիրներ ենք ունենում, երբ որ տարբեր հույզեր ենք ունենում, երբ որ մեր հոգեհուզական դաշտը մեր կարծիքով ներդաշնակ չի լինում, և պարզ է, որ տարիների ընթացքում այն բեռը, որ ինչ-որ միտեղ մեր մասնագիտությունը փոխանցում է մեզ, կարիք ունի լիցքաթափվելու և հոգեբանը, երբ որ դիմում է իր գոլեգային, անհրաժեշտության դեպքում, ասեմ ձեզ, որ դա բնավ հոգեբանի թուլության նշան չի, այլ դա ինչ-որտեղ նաև մասնագիտական հոգեհիգիենայի մի կարևոր մասնիկն է, և շատ հաճախ, երբ որ ինձ այդ հարցը տալիս են բժիշկները, օրինակ ասում են հոգեբանն էլ է ունենում հոգեբան, ասում եմ հիմա նայեք նույնը, ինչ որ ստոմատոլոգը երբեք չդիմի իր գոլեգային, թեկուզ ինչ-որ զուտ կանխարգելիչ միջոցառումների համար, անշուշտ և բժիշկներն են կարիք ունենում իրենց գոլեգաների, ինչպես նաև հոգեբանները, և կարող եմ նշեմ, որ վերջի 5 տարիների ընթացքում և իսկ սկսած այդ պատերազմի դաժան օրերից, երբ որ հոգեբանների մեծ մասը սպիտակ բանակի կողքին էր և աշխատանքը անշուշտ շատ ծանր էր, ասեմ, որ մենք ունեինք ոչ միայն հոգեբաններ Հայաստանի Հանրապետություններում, այլ ունեինք բազմաթիվ գոլեգաներ, որոնք մեզ շատ օգնեցին այդ դաժանագույն օրերին, որ մենք կարողանանք պահենք մեր հոգեկան առողջությունը, որտև հոգեբանը միայն այցելուի հետ աշխատանքը չի, չմոռանանք, որ հոգեբանը մարդ է սոցիալական, որը ունի նաև այլ կյանք, որը ունի ընտանիք, որը ունի երեխաներ և կինը կարծում եմ ինքը շատ առողջ է պետք թե իր ընտանիքին, թե իր երեխաներին, իսկ եթե նամանավան դու և դասավանդում ես, ապա ուսանողին հաստատ հոգեպես առողջ դասախոս է պետք նաև։ Եվս մի հարց հիմա առաջացավ, բալիկս, ինչպես ասեցիք, մի քանի օր առաջ ինձ հարցրեց, ասեց մաման ստոմատոլոգներն էլ են ունենում ատամիցավ, իրենք էլ են դիմում ստոմատոլոգի, բնականաբար դե բացատրեցի, երեխայի մոտ հարցեր առաջացել, որ պետք է եթե դու ստոմատոլոգ ես, ուրեմն ունենաս առողջ բերանի խոռոչ, բնականաբար ունենք, բայց մենք էլ ենք դիմում
կասեք երբ է այդ սահմանը երբ պետքա պացիենտը, հա, հիվանդը հասկանա, որ ինքը հոգեպես առողջ չէ եւ սկսի դիմել, այսինքն երբ է պահը, որ պետք է մարդ հասկանա, որ հիմա ինքը ունի հոգեբանի կարիք, թեկուզ մի փոքր խնդիր, բայց դա արդեն հոգեբանական խնդիր է։ Գիտեք, ամեն մեկի մոտ սահմանը շատ անձնային է եւ շատ անհատական, հա, որտեղ տեսեք, թեկուզ երբ որ մենք խոսում ենք կորստի մասին, մեկի համար սարսափելի է ֆիզիկական կորուստը, մեկը նույն կորստի փուլերն է անցնում, երբ որ աշխատանքի կորուստ է ունենում, հա, երբ որ զուգընկերոջ կորուստ է ունենում, ոչ ֆիզիկական տեսանկյունից, հա, այսինքն դա շատ անհատական է։ Երևի թե այն պահին, երբ որ դու հասկանում ես, որ քո այդ հուզական ապրումները, հա, խանգարում են քեզ առողջ եւ հագեցած կյանքին։ Ուղղակի այստեղ մի քիչ նաեւ այլ խնդրի հետ ենք բախվում, որ մի քիչ ինչքան էլ մենք զարգանում ենք, կարող եմ ասել, որ լիարժեք եւ միանշանակ չի վերաբերմունքը հոգեթերապիայի նկատմամբ, առհասարակ հոգեկան առողջության ոլորտի մասնագետների նկատմամբ, հա, միևնույնն է, մենք դեռ շատ անելիքներ ունենք, որ հասկանանք հոգեկանը նույնպես կարևոր է, ինչպես նաև մեր ֆիզիկական առողջությունը, բայց ինչ այդ խոսում ենք, հա, իրար հետ, որ մեր ազգային մենթալիտետը շատ հաճախ մեզ չի թույլ տալի մենք մեր մասին հոգ տանենք։ Տեսեք, երբ որ երեխան վախեր է ունենում, երբ որ երեխան զարգացման խնդիրներ է ունենում, թեկուզ խոսքի կամ առհասարակ վարքի խանգարումներ, չասեմ խանգարումներ, խնդիրներ, որոնք այսօր շատ հաճախ սենց միանգամից ծնողներին ասում են, գիտեք, ձեր երեխան ագրեսիվ է, գիտեք, ձեր երեխան շատ ակտիվ է, մի բան արեք։ Եվ մենք ինչ ենք անում, մենք սենց մոբիլիզացնում ենք մեր բոլոր այսպես ասած ուժերը եւ գտնում ենք լավագույն մասնագետին, հա, մենք պատրաստ ենք շաբաթ անգամ 5 անգամ տանել մեր երեխային, շատ համբերատար հերթերում սպասել, մինչև երեխայի հետ աշխատի մասնագետը, ամեն ինչ անում ենք երեխաների նկատմամբ համար, բայց մեր սեփական եսի մասին չենք սիրում հոգ տանել եւ դա ինչ որտեղ նաեւ շատ կարեւոր մշակույթ է, որը պիտի զարգանա։ Հիմա իհարկե զարգանում է, չեմ կարող ասեմ, որ այդպես չի, բայց լավ կլիներ, որ նաև մասնագետին դիմելուց էլ շատ ուշադիր լինենք, ում ենք դիմում եւ ում ենք վստահում մեր հոգեկան առողջությունը, դա շատ կարեւոր է իհարկե։ Այո, քիչ առաջ զրուցում էինք այդ մասին, ճակերտավոր քոուչեր, հոգեբան, այդ տարբերությունը մարդիկ շատ հաճախ չեն հասկանում, հա, ում են դիմում եւ ինչպես պետք է ընտրեն իրենց ճիշտ մասնագետին, ճիշտ հոգեբանին, որտեղ շատ հաճախ երևի ամբողջ կյանքի համար են, չէ, իրենց հոգեբանին միգուցե նաեւ ընտրում։ Դե գիտեք ինչ, բժշկության մեջ էլ շատ հետաքրքիր էսպիսի մի բան կա, միշտ հարցնում են ով է լավ բժիշկը, բայց ամեն մի անձ գտնում է իր լավ բժշկին։ Այո։ Հոգեհարազատ բժիշկ անշուշտ ամենաառաջնային պայմանը դա կրթությունն է։ Այո։ Եվ կոմպետենտ մասնագետը, դա շատ կարևոր է։ Եվ եթե մենք խոսում ենք նաև թե բժշկության մեջ, թե հոգեբանության մեջ, շատ կարևոր են հաղորդակցման հմտությունները եւ այն կարևոր ունակությունն է վստահություն ձեռք բերելը պացիենտների մոտ եւ այցելուների մոտ։ Տեսեք, այդ տեսանկյունից մեր ազգաբնակչությունը բավականին ճակերտների մեջ ասեմ լկստված է, որտեղ մենք շատ մեծ քանակի մասնագետներ ունենք։ Մենք ունենք շատ լավ հագեցած կլինիկաներ եւ շատ լավ հոգեբանական կենտրոններ եւ այստեղ եթե մենք ուզում ենք այսպես ասած գրավենք եւ պացիենտներին եւ այցելուներին, առաջի հերթին դա մեր մասնագիտական կոմպետենտությունն է, այսինքն այն գիտելիքները, որով դու կարող ես օգտակար լինես, թե պացիենտին, թե այցելուին։ Հաջորդ հարցը հենց դա պետք է լիներ, ինչպես հարցերս պետք է կապված լինեն ստոմատոլոգիայի եւ պարադոնտոլոգիայի հետ, ինչպես պետք է պացիենտը ընտրի իր ստոմատոլոգին, ինչպես հաղթահարի այդ վախերը, որովհետև շատ պացիենտներ ունենք, որ ֆոբիա ունեն ստոմատոլոգի մոտ այցելել, եւ ինչպես բժիշկը պետքա
հասկացնի պացիենտին, հա, որ ես քո բժիշկն եմ եւ ինչպես ճիշտ համագործակցություն սկսվի։ Գիտեք, նենց հետաքրքիր է, որ հարցը տալիս եք, մտքովս մի միտք անցավ, ասենց մտածեցի, որ երևի թե մեզ ընտրում են, մենք չենք ընտրում։ Եվ այստեղ շատ կարևոր է, թե դու ոնց կկարողանաս այդ վստահությունը ոչ թե ներշնչես, այլ ապահովես քո պացիենտի համար։ Ինչը վերաբերվում է, սկսենք երևի վախից։ Այո։ Որտեղ ստոմատոլոգիայի մեջ երևի դենտոֆոբիան ամենազարգացածն է եւ առհասարակ բժիշկների հետ կապված եւ միշտ թվում է, որ դե ոչինչ, հիմա դա այնքան էլ կարեւոր չի, այդ ցավին կարելի է դիմանալ, կարելի է ինչ-որ դեղորայք խմել, հա, այսինքն դա այդքան էլ կարևորություն չենք տալի, մտածելով դե սիրտը շատ ավելի կարևոր օրգան է, օրինակ, հա, այսինքն լյարդի այդ խնդիրները շատ ավելի լուրջ են, քան ատամնաշարի կամ բերանի խոռոչի եւ այլն։ Եվ բացի դրանից այդ ֆոբիաների հիմքում անշուշտ տնկած են նաեւ մանկական վախերը եւ այդ առաջի փորձը։ Այո։ Իհարկե ես հիմա նկատել եմ, որ այն ինչ տենդենսները, որոնք կային 30 տարի առաջ, 20 տարի առաջ, հա, քեզ խելոք պահի, թե չկտանենք բժիշկը կսրսկի, իրանք հիմա նվազել են, շատ են նվազել։ Այո, որտեղ գիտեք, նաև ծնողներն են փոխվել, որոնք որ մաքսիմալ նախապես պատրաստվում են ծնող լինելու, հա, որտեղ ծնող լինելը դա դեռ ֆիզիկապես երեխա ունենալը չի, դա այն հետագա process-ներն են, որոնք շատ ավելի բարդ են։ Եվ այդ վախերը, իհարկե, իրանք ավելի քիչ են հիմա։ Ինչպես նաև ուզեմ նշել հրաշալի մանկական ստոմատոլոգների դերը, որտեղ երևի թե արդեն 23 տարի բժշկության հետ եմ, 23 տարի կրթում եմ բժիշկներին եւ կարող եմ վստահությամբ ասեմ, որ տարեցտարի փոխվում է մասնագիտության նկատմամբ վերաբերմունքը եւ այն լրջությունը, որը հենց առաջի օրերից երևում է։ Մանկական ստոմատոլոգիայում իհարկե շատ բարդ մասնագիտություն է իրականում, ցանկացած մի բան, որը մանկաբուժության հետ է կապված, ավելի բարդ է, որտեղ մենք միշտ գործ ունենք մի քանի պացիենտների հետ, այսինքն երեխան, ծնողը, հարազատները, իրանք միշտ կան, եւ ին տղայի փորձից կարող եմ ասել, հա, որ շատ երկար եմ մտածել, ինչպես ընտրել իր առաջի ստոմատոլոգին, դիմել եմ իմ ընկերներին եւ խորհուրդ են տվել մի հրաշալի մասնագետին, որը որ 1 տարի է ինչ աշխատում էր Նուրացան կլինիկայում, հա, եւ ոչ մի օր չեմ փոշմանել, որտեւ երկրորդ օրը, երբ որ նորից պիտի գնայինք այցի, երևի ինձ թվում է լավագույն գնահատականն էր, երբ որ իմ երեխան ասաց՝ «Մամ, կլինի ծաղիկ առնեք, նոր գնանք»։ Ես հասկացա, որ այդ վախերը, որոնք միգուցե ես ունեցել եմ մանկությունում, հա, իրանք իմ երեխային չեն այսպես ասած փոխանցվել այդ ճիշտ մասնագիտական մոտեցման շնորհիվ։ Իդեպ ես ներսում չէի սենյակում, հա, իրանք երկուսով շատ հանգիստ, որտեվ շատ կարևոր է մարդուն, որ ինքը հասկանա ինչա իր հետ կատարվում։ Եվ այսօր փոխվել է շատ տենդենսը, հա, այլևս ստոմատոլոգի համար պացիենտը դա ուղղակի կներեք մի բերանի խոռոչ չի, դա ամբողջությամբ մարդ է, իր հույզերով, իր վախերով, իր անհանգստություններով, եւ դա շատ մեծ վստահություն է տալի պացիենտին, հա։ Ինձ թվում է այդ շատ կարևոր է։ Միանշանակ։ Առաջին փորձը շատ կարևոր է, մենք էլ շատ աշխատում ենք, բնականաբար մեր պացիենտներին, ես ինքս մանկական ստոմատոլոգ չեմ, բայց բնականաբար երբ հարցնում են, թե ինչպես հաղթահարել այդ փուլերը, բալիկների իրենց համար հարցնում են, բնականաբար բացատրում ենք, պատմում, թե ինչպես պետք է նրանք առաջին անգամ տանեն իրենց բալիկներին ստոմատոլոգին։ Նորից հարց առաջացավ, ծագեց, թե ինչպես է ազդում պսիխոէմոցիոնալ վիճակը պացիենտի բերանի խոռոչի ընդհանուր առողջության վրա, ինքս լինելով պերիոդոնտոլոգ, հաճախ անընդհատ ընդունում եմ պացիենտների, ովքեր անամնեզում նշում են իրենց, որ ինչ որ մի պահի իրենք ունեցել են հոգեհուզական վատ վիճակ, հա, դրանից հետո սկսվել է իրենց լնդային խնդիրները։
Եվ այդ պացիենտների հետ բավական դժվար է աշխատել, այսինքն ինչպես ասացիք, ստոմատոլոգը հիմա չի աշխատում միայն բերանի խոռոչի, հետ, մեկուսացված, այլ ընդհանուր աշխատում է պացիենտի հետ։ Եվ սկսում ենք հենց պսիխոէմոցիոնալ վիճակից։ Այդ մասին կուզեմ դուք ավելի մանրամասն խոսեք ձեր որպես հոգեբան։ Հետաքրքիր է, որ գիտեք, վերջերս շատ զարգացած է եւ տարածված է պսիխոսոմատիկան որպես այդպիսին, բայց երբեք ուշադրություն չենք դարձնում, որ ստոմատոլոգիան է բավականին սերտ կապված է, հոգեցին որոշակի գործոնների հետ եւ գիտական հետազոտությունները ոչ միայն պնդում են, այլ շատ վաղուց արդեն այդ ամենը ապացուցել են եւ երևի թե առաջի գործոնը, որ կարող եմ նշեմ, դա ստրեսն է։ Եվ բոլորս գիտենք, որ ստրեսի ժամանակ ակտիվանում են որոշակի հորմոններ, բարձրանում է կորտիզոլի քանակը եւ անշուշտ, երբ որ մենք ունենում ենք կորտիզոլի քանակի փոփոխություններ, մենք նաեւ ունենում ենք որոշակի իմունային համակարգի, այսպես ասած, պաշտպանական ֆունկցիաների նվազում, ինչը որ միանշանակ ազդում է հյուսվածքների վրա, իսկ նույն եթե մարդ ունի որոշակի խնդիրներ, թեկուզ լնդերի հետ, այդ բոլոր խնդիրները ավելի են խորանում, ավելի ակտիվանում են բորբոքային process-ները, բայց ինչն է հետաքրքիր, որ սովորաբար մենք ընդունված է, այդ բոլոր գործոնները իրանք միշտ մեր մոտ վերջում են։ Այո։ Մենք փորձում ենք ամենավատից մտածենք, առանց հասկանալու, որ թեկուզ այդ ստրեսային լարվածությունը կարա այդ ամեն ինչին բերի։ Հետո հաշվի առնենք անձնային օրինակ սարսափելի տագնապալի լինելը, կամ ինչ-որ մի իրավիճակ մարդու կյանքում, որը կարա բերի նրան, որ ինքը անդադ անհանգիստ վիճակում լինի։ Անհանգստությունը իհարկե կարա բերի որոշակի մկանային լարվածության, եւ մարդը անգիտակցորեն փորձի այդ մկանային լարվածությունից կամ առհասարակ լարվածությունից ազատվելու համար, ինչ է անում, անընդհատ սեղմում է ատամները, կրճտացնում է, այսինքն ծնոտը եւ այլն, անշուշտ դա կբերի, չէ՞, խնդիրներին, որովհետեւ երբ հյուսվածքները եւ ոսկրային այդ համակարգը արտահայտվում է։ Եվ մի գործոն էլ ասեմ, որ միգուցե սենց երևի թե դրա մասին էլ սենց չենք մտածել, ինչքան լուրջ ինքը կարա ասի, դա դեպրեսիան է կամ ինչ-որ դեպրեսիվ, այսպես ասած, անընդմեջ ցածր տրամադրությունը, որտեղ եթե մարդը ունի շատ ցածր տրամադրություն, եթե ինքը արդեն ախտորոշված դեպրեսիա ունի, բարձա որ ինքը ունի մի շատ կարևոր ախտանիշ, դա անտարբերությունն է, սեփական անձի նկատմամբ։ Իսկ այս պարագայում այդ անտարբերությունը բերում է նրան, որ հիգիենայի հետ կապված ոչ մի գործողություն իր համար կարևոր չի եւ առաջնային չի առհասարակ։ Դա էլ իր հերթին սենց շատ ուժեղ նպաստող գործոն է, չէ՞, որտեղ մենք ինչ ենք անում փոքր ժամանակվանից, այն առաջին ինչը, որ մենք կրթում ենք երեխաներին, առողջ ատամնաշար ունենալու համար, դա իհարկե բերանի խոռոչի հիգիենան է։ Ինչը որ նման դե որ արդեն ախտորոշում կա, այսպես ասած, պացիենտների մոտ, իհարկե ինքը շատ ցածր տեղում է։ Միանշանակ։ Վերջերս ունեի պացիենտ, ով աշխատանքից ազատվել էր եւ պատմեց, որ ինքը ստաբիլ ինձ մոտ եկող պացիենտ էր, քրոնիկ պերիոդոնտիտ ուներ, մենք բուժում էինք եւ շատ լավ արդյունքներ ունեինք։ Եվ ես պերիոստատուսից հասկացա, որ մեզ մոտ ինչ որ մի բան այն չի գնում եւ ինքը սկսեց այցը ավարտելուց հետո պատմել, որ աշխատանքից ազատել են իրեն եւ հենց այդ անհավես լինելը, ոչ մի բանի ցանկություն չունենալը եւ նաեւ ֆինանսական վիճակը բերել էր իրեն անտարբերության եւ ինքը ամբողջովին հասկանում էր, թե ինչ է իր հետ կատարվում, բայց իր պատասխաններ, մինչեւ ես չունենամ նորից աշխատանք, ես չեմ ունենա մոտիվացիա, ստիմուլ ինչ-որ մի բան անելու, եւ հիգիենան էր վատացել, եւ մեր պերիոստատուսն էր վատացել, հետեւաբար եկեք խոսենք նաեւ ինչպես ճիշտ ուղղորդի ստոմատոլոգը
հոգեբանին, հա, օրինակ մենք շատ հաճախ տեսնում ենք փոքր զրույցների միջոցով կամ հենց բերանի խորոչի որոշակի նշաններով, ինչպես արդեն ասեցինք, հա, կրճտացնել, սեղմել, ատամների մաշվածություն եւ այդ նուրբ ուղղորդելը ինչպես պետք է անի ստոմատոլոգը, որովհետեւ շատ հաճախ կարող է պացիենտը ճիշտ չընդունի կամ մտածի, որ դա ընդհանրապես ստոմատոլոգին չի վերաբերվում, հա, ինչպես պետքա ստոմատոլոգը ճիշտ ուղղորդի հոգեբանին։ Շատ նուրբ հարց տվեցիք ու շատ կարևոր։ Գիտեք, նենց հետաքրքիր է սովորաբար, երբ որ խոսում ենք հաղորդակցման հմտությունների մասին, հաճախ ուսանողները ասում են, հա, բայց մենք ինչ հաղորդակցում, մեր պացիենտները չեն խոսում, բերանը բաց են նստած, այսինքն ստացվում է, որ ստոմատոլոգներին առանձնապես այնքան էլ պետք չի, եւ երբ որ խոսում ենք, որ շատ հաճախ բժիշկների մոտ հիվանդները բացվում են եւ խոսում են որոշակի խնդիրների մասին եւ երբ որ դու անամնեստիկ տվյալներ ես հավաքում, այդ տվյալների մեջ շատ հանգիստ, հա, պացիենտը շատ հաճախ կարող է խոսի սեփական խնդիրների մասին, ինչը որ իր առողջական խնդիրների հետ չի առնչվում։ Եվ այդ հարցը հենց միշտ ծագում ասում եմ, բայց մենք ստոմատոլոգներ ենք, մեզ չեն դիմելու, ասում եմ, հավատացեք, եթե կլինի մաքսիմալ վստահություն, դուք լինելու եք այն կարևոր օղակը, որին դիմելու են։ Եվ այստեղ միացին շատ յուրահատուկ նրբություն կա, տեսեք, համարյա բոլոր մասնագիտությունների մեջ, երբ որ մենք հաղորդակցվում ենք մեր այցելուների թե պացիենտների հետ, մենք ունենում ենք որոշակի դաշտ, որը միշտ ազատ է մեր միջև։ Մենք հիմա էլ ենք ձեր հետ նստած եւ որոշակի սահմանների մեջ ենք, չէ՞։ Բայց ստոմատոլոգիայի մեջ երևի բոլոր սահմանները sense ջնջված են եւ անգամ այն ինտիմ դաշտը, որը շատ կարեւոր է մարդու համար, այնտեղ չկա։ Եվ երբ որ ասում եմ, որ երբ որ մտքովս անցավ, որ իրականում պացիենտներն են ընտրում ստոմատոլոգներին, դա շատ կարեւոր է, որտեղ ընտրում ես կոմպետենտությունը մի կողմ, մասնագիտական ոլորտը մի կողմ, բայց նաեւ ընտրում ես այն մարդուն, որի հետ քեզ այս դաշտի մեջ մաքսիմալ կոմֆորտ է լինում, ու դա շատ կարեւոր հանգամանք է։ Տեսեք, ինձ կարող են խորհուրդ տալ մի մասնագետ, որը իսկապես լավագույնն է իր աշխատանքի մեջ, բայց երբ որ ես նստում եմ, հա, եւ հասկանում եմ, որ այդ կոնտակտը ինձ տհաճություն է պատճառում, ինչի մասին մենք շատ հաճախ չենք մտածում, մենք ասում ենք դուրս չեկավ, բայց չենք հասկանում ինչը մեր դուրը չեկավ։ Կարա սենյակի հարդարանքը դուրը չգա, կարա մարդու անունը դուրը չգա, ամեն ինչ կարա լինի։ Այստեղ բնավ չի խոսում դա վատ մասնագետ լինելու մասին, հա, բժշկի, այլ ուղղակի նրա մասին, որ մարդկանց մեջ կոնտակտը չստացվեց։ Հետո չմոռանանք, որ էլի հաշվի առնելով մեր ազգային մենթալիտետը, ես շատ եմ խոսում դրա մասին, որտեղ գիտեք, շատ լավ է, որ կան այլ երկրի օրինակներ, բայց քանի որ մենք ապրում ենք եւ աշխատում ենք Հայաստանում, մենք պիտի նաեւ հաշվի առնենք շատ մեր այդ ազգային նուրբ առանձնահատկությունները։ Տեսեք, մենք երբեք չենք գնում բազմաթիվ ստոմ կլինիկաներ կան, չէ, բայց մենք երբեք չենք գնում փողոցով, ցենց անցնում առաջի ստոմ կլինիկան եւ ասում խնդրում եմ ինձ օգնեք։ Մենք միշտ որպես պացիենտ, մենք բոլորս հստակ գիտենք ում ենք ընտրում, մենք իր մասին ամեն ինչ գիտենք, իսկ հիմա քանի որ սոցիալական մեդիա դաշտը բավականին ակտիվ է, մենք ամեն ինչ տեսնում ենք, մենք նայում ենք իր գործերը, մենք այդ ընտրությունը կատարում ենք, այսինքն այդ տեսանկյունից պացիենտը միշտ մի քայլ առաջ է։ Բժիշկը ավելի խոցելի է, որտեղ ինքը հանդիպում է առաջին անգամ պացիենտին եւ ոչինչ իր մասին չգիտի։ Բայց եթե այդ կոնտակտը ստացվում է, անգամ ստոմատոլոգը կարա պահի տակ մարդու համար դառնա հոգեթերապևտ։ Այո։ Եվ սա այն է, ինչի մասին շատ հաճախ ասում ենք մեր ուսանողներին, որ տեսեք ռացիոնալ հոգեթերապիան ինքը շատ կարևոր է այն հմտությունները, հա, որ դուք կարողանաք տիրապետեք։ Որտեվ եթե մարդը եկավ ձեր մոտ եւ գալիս է, իսկ ստոմատոլոգիայի մեջ կան այնպիսի գործառույթներ, որ մարդը ստիպված է երկար գալ, այսինքն դա կարա ամիսներ լինի, օրինակ ձեր մասնագիտության մեջ, եթե դուք այդ դիագնոզը դրել եք, լնդերի մասին խնամքը եւ բուժում, ինքը բավականին երկար է եւ ինչքան գիտեմ, կատարին 1-2 անգամ պարտադիր է այցը։
Եթե խոսենք իմպլանտոլոգիայի մասին կամ առհասարակ օրթոդոնտիայի կամ օրթոպեդիայի մասին, միևնույնն է, այդ կապը ինքը բավականին երկար է։ Եվ այդ ընթացքում նաև էլի հաշվի առնենք մեր բնավորության գծերը, մենք շատ արագ ընկերանում ենք մեր մասնագետների հետ, հա։ Այսինքն ստեղծվում է որոշակի sense կապ, որը անբացատրելի է, բայց ստեղծվում է։ Եվ հնարավոր է, որ այդ կապի մեջ դու արդեն հասկանաս այն բոլոր հույզերի ելևէջները, այսինքն ոնց է որ հարազատ մարդը մտնում է, դու արդեն նայում ես քո գոլեգային, քո գործընկերոջը, քո ընկերներին եւ հասկանում ես, որ ինչ որ մի բան այն չի։ Այդ ամենը նաև հասկանում են մեր բժիշկները, որը մեր հետ բավականին սերտ կապի մեջ են լինում։ Եվ ինչպես ասել, եթե այդ կապը արդեն ստեղծվել է, դա կլինիկական մտածողության նման մի բան է։ Այն որ դու չգիտես ոնց, բայց ստացվում է։ Դու չգիտես ինչպես, բայց այդ ճիշտ խոսքերը միշտ գտնում ես, հա։ Եթե անշուշտ այդ կապը կա։ Իհարկե նաև կարան լինեն իրավիճակներ, որ չնայած մաքսիմալ վստահության, հա, մարդը կարա եւ ագրեսիվ արձագանքի եւ դա շատ նորմալ է։ Հա, որտեվ նորից եմ ասում, ինչքան էլ չզարգանանք, ինչքան էլ հիմա շատ է այդ խոսակցությունները, ինչքան էլ մարդիկ սոցիալական մեդիայում կարող են ցանկացած ոդկաստ, ռիլզեր նայել հոգեկան առողջության մասին, դա շատ հետաքրքիր է, եթե դա դեռ քեզ չի կպնում։ Այո։ Երբ որ ընտրությունը քո անձի համար է լինում, հա, այստեղ մենք արդեն դժվարանում ենք անգամ գիտակցել, որ ինձ անհրաժեշտ է դա։ Եվ երևի թե առիթից օգտվեմ, ասեմ, որ հոգեկան առողջության մասին հոգ տանելը, դա նույնն է, ինչ որ հոգ ես տանում քո ֆիզիկական առողջության մասին, դա շատ առողջարար է, դա շատ կարևոր է եւ դա բնավ թուլություն չի, դա հասուն մարդու գրագետ վերաբերմունքն է սեփական անձի նկատմամբ։ Եվ բնականաբար փոխկապակցված, եթե հոգեկան առողջություն չունենք, ապա նաև որոշակի ժամանակ հետո երևի ֆիզիկական առողջություն էլ չի ունենա պացիենտը, նույնը բերանի խոռոչի առողջության մասին է խոսքը։ Հիմա կներեք ընդհատում եմ ձեզ, հիմա տեսեք, եթե վերցնենք, որ ի սկզբանե խնդիրը բերանի խոռոչի հետ կապված է որպես երկրորդային բարդություն, նույն շաքարային դիաբետի, մարդը ինքը իրանով արդեն բավականին խոցելի է, որտեղ ունի շաքարային դիաբետ, իր կյանքը 180 աստիճան փոխված է։ Եվ ինքը հետագայում ինքը սկսում է նաև պայքարել երկրորդական բարդությունների հետ, չէ՞։ Եվ չէ՞ որ իրանք էսթետիկ խնդիր են։ Իսկ էսթետիկ խնդրի դեպքում մենք միշտ մեր պացիենտները իրանք միշտ հոգեպես խոցելի են։ Մի հարց նոր առաջացավ ինձ մոտ, հաճախ աշխատում ենք պացիենտների հետ, մենք ստոմատոլոգներս, եւ անամնեստիկ տվյալները լրացնելիս շատ հաճախ միգուցե պացիենտը չնշի, հա, որ ունի որոշակի հոգեբանական խնդիրներ, որ ընդունում է որոշակի դեղորայք, որը էլի շատ կարևոր է, թե բուժումը պլանավորելիս, թե հետագա արդյունքներ ստանալու, հա, ստաբիլ արդյունքներ ստանալու համար։ Կան որոշակի նշաններ, որ ստոմատոլոգը միանշանակ կարող է իմանալ, որ այս պացիենտը միգուցե ունի հոգեբանական խնդիրներ։ Ինձ թվում է նման հարցերի շուրջ մենք ամենավերջում ենք մտածում։ Բայց ամենակարևորը դա անկեղծությունն է, որը ի սկզբանե կարելի է ոչ թե կասկածի ձևով հարց տալ, այլ ինչպես այն մենք տալի տեղեկատվական համաձայնություն։ Չէ՞, որտեղ դա բիոէթիկայի մի կարևոր մասնիկն է, երբ որ մենք պացիենտին պատմում ենք քայլ առ քայլ, ի դեպ դա շատ կարևոր հմտություն է, որը կարելի է կիրառել ստոմատոլոգիական պրակտիկայում, օրինակ տագնապող պացիենտների հետ, հա։ Այսինքն քայլ առ քայլ ներկայացնում ես այն աշխատանքը, որը դու պիտի կատարես։ Դրա մեջ կարելի է շատ գեղեցիկ ձևով հարց տալ, օրինակի համար, այս գործառույթը, որ կատարում ենք, կամ այս դեղորայքը, որ դուք պիտի ստանաք, հա, ինքը կարա հակացուցված լինի այլ դեղորայքների հետ։ Եթե խմում եք, կարևոր կլինի իմ համար եւ ձեր հետագա բուժման համար, որ դուք դրա մասին մեզ ասեք։ Այո։ Եվ այստեղ կարևոր է, գիտեք, մարդը ժամանակի ընթացքում հասկանում է, եթե այդ տագնապներն ու անհանգստությունները վերանում են այն դեպքում, երբ որ մարդը հասկանում է, որ իրան չեն պիտակավորի։ Այո։ Որ ինքը ասի, որ ինքը ունի խնդիր եւ որոշակի դեղորայք է ընդունում։ Դա կարա լինի ինչ-որ տարբեր հիվանդություններ, որոնց մասին մենք միշտ առանձնապես չենք սիրում խոսել, քանի որ իրանք կապված են պիտակավորման հետ։ Այո։
Կուզեմ որոշակի խորհուրդներ տակ, մեզ դիտում են եւ պացիենտներ եւ բժիշկներ, խորհուրդներ պացիենտների համար, ինչպես հաղթահարեն իրենց ամոթը, վախը եւ այցելեն հոգեբանի, թեկուզ հենց ստոմատոլոգի մոտ այցերի վախեր ունենալու համար, թեկուզ որոշակի ուրիշ այլ վախեր ունենալու դեպքում եւ ինչ խորհուրդներ նաև կտակ ստոմատոլոգներին, հա, ինչ փոքրիկ ինչ որ խորհուրդներ, որ կօգնեն։ Երևի սկսեմ ստոմատոլոգներից, ինչպես աշխատել պացիենտների հետ, որոնք ունեն տագնապ, որոնք ունեն վախ, անհանգստություն։ Նախ երևի ամենաառաջի եւ կարեւոր բանը դա ընդունել, որ նման վախերը իրանք բնական են։ Եվ նման պացիենտների հետ աշխատելու ամենակարևոր երևի սենց հիմքը պիտի լինի այդ էմպաթիկ վերաբերմունքը եւ կարեկցանքը, բայց հասկանանք, որ կարեկցանքը դա բնավ խղճահարություն չի, հա, այսինքն երբ որ մենք կարեկցում ենք, էմպաթիկ ենք լինում պացիենտի նկատմամբ, նշանակում է, որ հասկանում ենք իր հույզերը, այն ամենը, ինչ որ ինքը այս պահին ապրում է, որտեղ տեսեք շատ երկար ժամանակ այդ տենդենսը ամոթա շատ տարածված է, հա, եւ սովոր չենք խոսել մեր հույզերի մասին, վախերի մասին, որտեղ դա թուլության նշան է, դա ամոթ է։ Բայց եթե նկատել եք այսօրվա սերունդը երիտասարդ, ինքը շատ ավելի հանգիստ եւ ազատ արտահայտում եւ ավելի համարձակ է եւ ինձ թվում է մենք ինչ որտեղ նաեւ պիտի իրանցից սովորենք։ Լավագույն մեթոդը այս պարագայում նման պացիենտների հետ աշխատելու, նորից եմ կրկնվում, այդ տեղեկատվական համաձայնությունն է։ Դա բավականին սենց մեծ համբերություն է պահանջում մասնագետից, հաշվի առնելով, որ մասնագետները գրանցում են պացիենտներին, այդ ամեն ինչ հասկանում ենք, հա, այսինքն ժամը, որի մեջ ինքը պիտի տեղավորվի, բայց եթե հասկանում եք, որ այդ պացիենտը ունի որոշակի վախեր եւ անհանգստություններ, լավ կլինի, որ առաջի այցի ժամանակ ոչ մի պրոցեդուրաներ չլինեն, որ ինքը մաքսիմալ ազատ զգա իրեն, ինքը սովորի թեկուզ այդ բասկաթոռին հանգիստ նստել, շնչառությունը ավելի հանգիստ լինի, հա, սովորի այդ հոտերին, ինչը որ շատ հետաքրքիր է, որտեղ ստոմատոլոգի համար այդ բոլոր բույրերը կարող են շատ սովորական լինեն, բայց մարդկանց համար, ովքեր դենտոֆոբիաներ ունեն, իրենց համար դա ասեն շատ յուրահատուկ ազդակ է, որը մի անգամից առաջացնում է վեգետատիվ նյարդային համակարգի տարբեր, այսպես ասած, օրգանների աշխատանք, որը որ մի անգամից կարա տագնապ եւ անհանգստություն առաջացնի։ Սա շատ դանդաղ պրոցեդուրա է, բայց երևի թե այդ համբերության տակ պիտի հասկանաս, որ մի կարևոր բան է սա, որտեղ փրկում ես մեկ հոգուն եւ ազատում ես այդ վախերից, ինչ որ մեկը պիտի անի, հա, եւ ինչու՞ չէ, որ դա դու լինես։ Բացի դրանից տագնապալի մարդը, որը նման վախեր ունի, ինքը պետքա միշտ կարողանա այդ իրավիճակի մեջ ոնց ձեռքը պահի պուլսի վրա։ Այսինքն ինքը հասկանա, որ այդ իրավիճակը իրականում ինքն է ղեկավարում, այլ ոչ թե բժիշկը։ Այդ դեպքում մենք իրան տալիս ենք ինչ որ ապահով դաշտ։ Դրա համար լավագույն բան ինչ որ կարելի անել, Նյակ ասել, եթե ցավ զգա կամ տհաճություն զգամ, որ էլ չեք կարողանում հանգիստ շնչել, կամ օրինակ փսխումա ձեր մոտ առաջանում, կամ նմանատիպ զգացողություններ, անմիջապես ձեր ձեռքը բարձրացրեք, հա, եւ մի անգամից կանգ առնեք։ Սա այնքան կարևոր է, թվում է, որ ոչ մի բան չկա, դրա մեջ շատ հեշտ ինչ-որ մեթոդ է, բայց դա պացիենտին նախ տալիս է վստահություն, երկրորդն էլ ինքը հասկանում է, որ process-ը կառավարում է ինքը, այլ ոչ թե բժիշկը, եւ դրանով ինքը կարողանում է իրան ապահովել։ Միգուցե առաջին օրը չգիտեմ, շատ փոքրիկ sense քայլերով կշարժվեք առաջ, բայց հավատացեք, որ այդ փոքր քայլերի հետևում շատ մեծ հաղթանակներ են։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար, համոզված եմ, որ շատերի համար շատ օգտակար զրույց է, թե պացիենտների, թե ստոմատոլոգների։ Եվ վերջում պատրաստել եմ ձեզ համար բլից հարցեր, փորձենք արագ պատասխանել հարցերին։ Ինչն է առողջ լնդերի գրավականը, ատամները խոզանակելը, թե ներքին հանգստությունը։ Երկուսն էլ։ Մեկը պետք է ընտրեք։ Մեկը պիտի ընտրեմ։
Դե քանի որ հոգեկան առողջության Այո։ մասին էինք խոսում, ընտրենք հոգեկան առողջությունը։ Երբ պացիենտը ասում է, որ ստոմատոլոգից չի վախենում, դուք հավատում եք։ Ոչ միշտ։ Ատամների բուժումը կարող է արդյոք հանդիսանալ փսիխոթերապիա։ Այո, եթե լիարժեք հանգստանում ես։ Կարելի է արդյոք կցվածքի միջոցով դիագնոզել տագնապը։ Կարծում եմ, որ այո։ Ատամները էմոցիոնալ հիշողություն ունեն, թե ոչ։ Ինձ թվում է ամբողջ մեր օրգանիզմի Օրգանները։ բոլոր բջիջները ունեն։ Ավելի հաճախ ժպտում են հոգեբանները, թե ստոմատոլոգները։ Կարծում եմ ստոմատոլոգները։ Ճիշտ է։ Շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։